Տեսեք, երկրորդ նախագահ շատ հակասական հայտարարություններ է ոչ առաջի անգամ անում եւ այս ձեր որ մատնանշած հայտարարությունը որ հայերն են։ Այո, հայկական իշխանություններն են, ասում է։ Ասեց հայերն են, հետո փորձեց իրեն ուղղել, Հայաստանի իշխանություններն են, Ես ուզում եմ հարց տալ, որ իշխանությունների մասին է խոսքը գնում։ Արցախյան իշխանությունները, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, հայեր ասելով ինքը ինչի նկատի ուներ։ Իսկ ինքը ով է ազգությամբ։ Եթե ինքը հայերին է մեղադրում։ Եվ այդ արտահայտությունը անելով, ինքը իմանալով, որ Բաքվի բանտերում գտնվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ինքը ինչ ծառայություն է մատուցում։ Չէ՞ որ իր այդ Բաքվի բանտերում հայտնվածները իր թիմակիցներն են եղել։ Նույն Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը։ Ինքը ինչ է դրանով ուզում ասել, թե ինքը իր քաղաքական շահերից ելնելով, ինքը պատրաստ է ամեն ինչը հավասարացնել գետնին, վնասել բոլորին, բայց իր քաղաքական իր պատկերացմամբ իր քաղաքական դիվիդենդները շահել։ Ես կարծում եմ, թե ինքը շատ սխալվել է եւ այո, դուք ճիշտ եք ասում, Բաքվի իշխանությունները կարող են շատ լավ օգտագործել այդ հայտարարությունը, երկրորդ նախագահի հայտարարությունները իդեմս ի վնաս Հայաստանին եւ այնտեղ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը այն թույլատրելի հայտարարություններ արել եւ ես կարծում եմ գիտակցված են արվում այս հայտարարությունները ամեն դեպքում չգիտեմ դուք եք հարցեր բարձրացնում այս հայտարարության հետ կապված բայց ես կուզենայի ձեր վերլուծությունը լսել ավելի շատ ինչ խնդիր է լուծում Ռոբերտ Քոչարյանը այս կարծում Ռոբերտ Քոչարյանը միամիտ մարդ է մենք շատ լավ հիշում ենք իր 10 տարի ղեկավարությունը Իդեպ այդ ղեկավարության հետ կապված ասում է վատ ղեկավարը, վատ քաղաքական գործիչը ինքն իր համար չէ խնդրեմ, այլ մեզ բոլորիս համար է խնդրեմ, այս համատեքստում նաև իր ղեկավարման տարիները կխնդրեմ գնահատեք, ինչպիսի ղեկավար էր նա Հայաստանի համար։ Հայաստանի համար ինքը բավականին հակասական ղեկավար էր, մենք շատ լավ հիշում ենք ինչպես ինքը սկսեց իր ղեկավարման տարիները, հոկտեմբերի 27-ից սկսեց եւ ավարտեց մարտի 1-ով։ Այդ ընդհանրապես այդ երկու իրադարձությունները ամեն ինչ բնութագրում են, հա։ Երկրորդ նախագահի կառավարման ժամանակաշրջանը։ Ել ես չասեմ, հա, որ իր անվտանգության աշխատակիցները մարդ էին սպանում, հա, զուգարաններում, ինչպիսի բռնություններ էր տեղի ունենում, քաղբանտարկյալներ կար, ինչպես էին փակվում լրատվական միջոցները։ Այո, այդ թվում նրանք։ Դրանք այսպես հերթականությամբ գնում են, եթե մեկը ինչ-որ գնահատում է, որ դա փայլուն տարիներ էին, վերելքի տարիներ էին, ես դա չեմ կարծում եւ իմ նման բազմաթիվ մարդիկ են այդպես։ Ես կարծում եմ, որ անկախ Հայաստանի այդ 10 տարիները կորսված տարիներ էին։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագահությունը սկսվեց այն ժամանակ, երբ որ խախտված չէր ռազմական բալանսը Ադրբեջանի հետ, Հայաստանը հաղթողի դիրքերում էր։ Մենք փոխանակ շարունակեինք, հա, մեր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ եւ փորձենք, հա, Ղարաբաղի հարցը ի օգուտ Հայաստանին լուծում տալ։ Մենք գնացինք այլ ճանապարհով, հա, մենք ամեն ինչը տվեցինք մեր պատկերավոր դաշնակցին, հա, եւ բոլոր արտաքին քաղաքականությունը եւ անգամ ներքին քաղաքականությունը պատվիրել էինք Ռուսաստանին։ Եվ ունեցանք այն ինչի ունեցանք խորը կախվածություն Ռուսաստանից, որի շատ դժվար կլինի, հա, փորձում է իշխանությունը, թե ինչքանով կստացվի այս ներկայիս իշխանությունը այդ փոխվել, հա, Ռուսաստանի պորտալարից, ես չեմ կարող ասեմ։ Դուք բայց փորձերը տեսնում եք, հա։ Ռացիոնալ փորձեր այո, ես տեսնում եմ, բայց ես կարծում եմ պետք է ավելի համարձակ լինեն, հա, որտեվ մտածել, թե այսի անենք այ Ռուսաստանը sense կանի, մենք հեռու չենք կարող գնալ։ Բոլոր այն հերթ խորհրդային ռեսպուբլիկաները, որոնք փորձեցին պորտալարը կտրել Ռուսաստանից, են կտրուկ քայլեր են գնացել։ Մեծ բալթյան երկրները դա շատ օրինակ է, հա, մեր Հայաստանի համար, որ մենք ինչ ճանապարհով պետք է գնանք։ Շատերը համարում են, որ մեր բալթյան երկրները այլ բնագավառից էին, դրանք չի կարելի պրոյեկտել Հայաստանի կամ չգիտեմ Վրաստանի նկատմամբ, բայց ես չեմ կարծում։ Այո, նրանք նույն հետխորհրդային հանրապետություններ էին իրանց խնդիրներով, որը շատ նման էր, հա, Հայաստանի խնդիրներին, եւ իրանք լուծեցին այդ հարցը, եւ ինչ այլոց վարչապետը իր այցի ժամանակ հիացած էր, հա, Էստոնիայով, ասում էր, ինչ կոկիկ, ինչ հավաք երկիր է, հա, եւ այնտեղ իրեն ասել էին, որ հարցել են էստոնացին քո տունը որն է, ասել էր տունս Էստոնիան է, հա։ Հիացած էր, հա, բայց ինքը ընդամենը Էստոնիան Հայաստանի նման փոքր երկիր էր իր բնակչությունով, իր տարածքով, բայց այսօր տեսեք ուր է հասել Էստոնիան եւ ուր ենք, որտեղ ենք գտնվում մենք։ Խորը կախվածության մեջ մի երկրից,
որի շքերթին ռազմական մենք գնում ենք մասնակցել եւ որին մեղադրում են, հա, հարևան երկրի անեքսիայի մեջ տարածքներին։ Պարոն Ասատրյան, Քոչարյանը չի բացառել ընդդիմադիր դաշտը համախմբելու հնարավորությունը, բայց մենք վերջին օրերին տեսնում էինք, թե ինչպես են Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները միմյանց մեղադրում, հերրական նաև բանավիճում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար։ Հիմա ինչ եք կարծում, կհաջողվի Ռոբերտ Քոչարյանին ընդդիմադիր դաշտը իսկապես համախմբել մեկ նպատակի շուրջ, եթե այդ նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, եւ եթե պատկերացնենք, որ այդ սցենարը կաշխատի, Ռոբերտ Քոչարյանը իսկապես կկարողանա այդ համախմբման հանդերձ կանգնեցնել իրենց բնորոշման պարտությունների ընթացքը, որին տանում է այս իշխանությունը։ Ես գրեթե բացառում եմ համախմբումը Ռոբերտ Քոչարյանի կողքին ընդդիմադիր ուժերի, գիտեք ոնց, եկեք ճիշտ ձևակերպենք խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համախմբումը Ռոբերտ Քոչարյանի շուրջ, ես դա բացառում եմ, որտեղ մենք շատ լավ հասկանում ենք, որ հանրապետական կուսակցության ղեկավարը նույնպես փորձում է իր շուրջ հավաքել, հա, ընդդիմադիր զանգվածներին, եւ այնտեղ հակամարտությունը իրենց միջև բավականին սուր է, եւ այս մեկ տարվա ընթացքում, որ մնացել է միջև խորհրդարանական ընտրությունները, ես չեմ կարծում, որ մենք տեսնենք, հա, ինչ-որ մի հատ համախմբում տվյալ անձերի շուրջ։ Կարող է ինչ-որ մի հատ երրորդ անձ գա եւ համախմբի այդ ընդդիմադիր ուժերին, խորհրդարանական եւ ցենց ասեմ նախկին ռևանշիստական ուժերին, էլի, որովհետեւ կան այլ ընդդիմադիր ուժեր, որոնք ընդհանրապես օրգանական կապ չունեն, հա, այդ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։ Կարող է գա երրորդ մարդ, տեսնենք, ժամանակը ցույց կտա, բայց ժամանակը բավականին քիչ է եւ ես կարծում եմ գնան այն խորհրդարանական ընտրություններին բոլորը տարբեր ուղղություններով։ Բայց այդ դեպքում, եթե համախմբում չլինի Սերժ Սարգսյանի նույն ուժը, Ռոբերտ Քոչարյանի ուժը, նրանք շանսեր ունեն, որ կարող են հայտնվել խորհրդարանում կամ չգիտեմ, այնպիսի քանակությամբ ձայներ հավաքել, որ կրկին միանալով իրար փորձեն տեղավորվել խորհրդարանում։ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցում այնպիսի մեղադրանքներ տվեց Հայաստանին, որ ես չեմ կարծում, որ ինքը պատրաստ է համախմբվել եւ ինչ որ բանը լավ ինչ-որ արդյունքների համար գնալ առաջ եւ ժողովրդին տանել առաջ։ Ես կարծում եմ իր մոտ չի ստացվի, ինքը այն հակասական կերպարն է, որը ժողովուրդը արդեն շատ լավ ճանաչում է։ Իսկ երկրորդ գալուց հա այդ 21 թվին, որ ինքը ուզում էր գալ իշխանությանը, ժողովուրդը ամեն ինչ տեսավ, իր յուրակարգը, իր մտածելակերպը եւ իր այդ հարցազրույցները բացում է, հա, Ռոբերտ Քոչարյանին, մենք տեսնում ենք անկեղծ Ռոբերտ Քոչարյանին եւ այդ գնահատականը հետեւյալն է, որ ինքը հնարավորություն չունի համախմբելու եւ որևիցե իշխանության հավակնելու հավանականություններ չունի։ Պարոն Ասատրյան, ամփոփենք ռուս-ուկրաինական ճակատում իրադարձություններով, ԱՄՆ-ն, եթե պատկերացնենք, դուրս է գալու բանակցություններից, եթե արդյունք չեն տալիս Թրամփի կոչերը կողմերի նստելու, բանակցելու, պայմանավորվածության գալու, ինչ է նշանակում բանակցություններից դուրս գալ կամ միջնորդի դերից հրաժարվել։ ԱՄՆ-ի այդ հրաժարումը եթե տեղ ունենա, դա ինչպես է դրսևորվելու։ Շատ բարդ հարց եք տալի, որտեղ այդ հայտարարությունները անում է Դոնալդ Թրամփը, որը նույնպես բավականին հակասական կերպար է եւ այս 100 օրվա ընթացքում իր ադմինիստրացիայի մենք բազմաթիվ տարօրինակ իրադարձություններ տեսանք եւ տարօրինակ մեկը մյուսին մերժող հայտարարություններ լսեցինք Դոնալդ Թրամփից։ Ես դժվար եմ պատկերացնում, թե իր պատկերացրած դուրս գալը դա ինչ է նշանակում։ Ամեն դեպքում Միացյալ Նահանգները դա այն երկիրը չեն, հա, որ վերջնական ընթարենք իրադարձություններից աշխարհակական ձեռքները լվանան ու գնան ընթարենք իրանք նստեն իրենց Ֆլորիդայի նահանգում առանձնատանը եւ նայեն մնացած աշխարհում ինչ է կատարվում, ինչ որ կա մինիմալ սանդղակ, որից ներքև Միացյալ Նահանգները դուրս չեն գա, հա, այդ process-ներից։ Ես կարծում եմ սա այդ հայտարարությունները դա գործարքի եւ երկու կողմերին ստիպելու նստել բանակցային սեղանին, դա մի մեթոդ է, որ ինքը փորձում է կիրառել եւ ասում, հա, ասում եմ, ես կգնամ, դուք արդեն մենակ որոշեք ինչ եք անում, բայց ես հավատում եմ, որ
Միացյալ Նահանգները ամեն դեպքում թույլ չեն տա Ուկրաինայի կապիտուլյացիան եւ կլինի ինչ որ չափով աջակցություն, այն ծավալներով չի լինի ինչ որ եղել է Բայդենի ադմինիստրացիայի ժամանակ, այստեղ կփոխարինվի եվրոպական, աջակցությունով այդ ամեն ինչը, բայց Ամերիկան կմնա այդ հակամարտությունով, բայց ոչ արդեն որպես միջնորդի դերակատարում իրանք դուրս կգան արդեն Ուկրաինային աջակցելու, թեթև աջակցելու մտայնությամբ։ Բայց թեթև աջակցությունը դա ինչ է նշանակելու Ուկրաինայի համար? Դա նշանակում է, որ եվրոպական զինված ուժերը եվրոպական միջոցներով եւ զինամթերքով կաջակցվի Ուկրաինային։ Միացյալ Նահանգները ոնց որ կանցնեն երկրորդ պլան։ Ինձ թվում է կարող է հետո Բայց եվրոպական աջակցությունը բավարար կլինի, որ Ուկրաինան կարողանա արժանապատվորեն շարունակել պայքարել։ Ես կարծում եմ բավարար կլինի, այսինքն որովհետեւ Եվրոպայի այն ռազմական ներուժը որ կա, ամբողջովին չի դրվել, այդ Ուկրաինայի հակամարտությանը, իրանք նույնպես հույսը դրել են Միացյալ Նահանգների վրա։ Հիմա իրավիճակը փոխվում է, ինչպես ասացի, տեղի է ունենում աշխարհական տեկտոնիկ տեղաշարժեր։ Մենք տեսնում ենք անգամ դաշնակիցները, դարավոր դաշնակիցները մեկը մյուսին մեղադրում են, տարբեր մեղադրանքներ են առաջարկում։ Մյուսը ասում է, որ ընդհանրենք ավարտվեց մեր բարեկամության դարաշրջանը, որը մի քանի ամիս առաջ դժվար է անգամ պատկերացնել, որ նման հայտարարություններ կարող են տեղի ունենալ, բայց մենք տեսնում ենք այն ինչ որ տեսնում ենք։ Հենց որ տեսնենք, ես կարծում եմ, որ ինչ որ տեղաշարժեր կլինի Ուկրաինա-ռուս պատերազմում, բայց դա կբերի ավարտին, ես շատ կասկածում եմ, որ կբերի ավարտին, որովհետև այն պահանջները, որ դնում է Ռուսաստանը մինչև հիմա, նույն Միացյալ Նահանգների դեմ դնում է այդ պահանջները, հնարավոր չէ կատարել, այսինքն դա կապիտուլյացիայի պահանջներ են, դա կոմպրոմիսի գնալու պահանջներ չեն, եւ ես կարծում եմ կշարունակվի հակամարտությունը։